ղեկավարություն կոչվածը, եթե ես չէի ուզում արտահայտել, պարզապես լսելով ձեզ, հարգելով Թաթոյան Արմանին, ճանաչելով իրեն, ես չեմ կարող այսպես անտարբեր։ Գիտեք, եթե իմ իշխանությունը, այսօրվա իշխանավորները, ես կանգնած եմ իմ ուսանողու կողքին, որին գրկել եմ այսպես։ Ուրեմն, եթե իմ իշխանավորները մի քիչ կարդացած լինեին, մի քիչ հայոց պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը տեղյակ լինեին, այսօր չէր ասի հայոց պատմությունը ջնջեք, Հայաստանի պատմություն։ Իսկ պետությունը քայքայելու, պետությունը ոչնչացնելու երկու ճանապարհ կա։ Կրթական համակարգը քանդել, հավատքին կպնել։ Այսօր մեր դրածո իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչ թողնենք նյութականը, 8 միլիարդ դոլարով ավելացրեց, ինչ արեց, տնտեսությունը իր ձևի քայքայվեց, ուրենք հասել եւ այլն, որ Թուրքիայի համար դպրոցներ են կառուցում, եւ վերջապես որպես մասնագետ եմ ասում, դպրոցներ են կառուցում։ Ընկեր ջան, ում համար Թուրքիի ինչքան է զիջելու, եւ այդ տերմինը թույլ չեմ տա ես օգտագործեմ, բայց քանի որ հեռուստաէկրանից ինքը օգտագործում է այդ տերմինը, եռագլուխ է անվանում, ինչ է անվանում, ինքն է եռագլուխը։ Վերջապես ազգը եւ այդ ազգի ներկայացուցիչները 3 անդիմադիր ուժերը, նրանց ղեկավարները եռագլուխ չեն կարող լինել։ Թաթոյան Արմանը եռագլուխ կուսակցության անդամ չի կարող լինել կամ կուսակցության ղեկավար չի կարող լինել։ Հարգում եմ այդ մարդուն, հարգում եմ անդիմադիր ցանկացած ուժին, այն ուժին, որը որ իրավամբ նվիրված է իր հայրենիքին ու իր ժողովրդին։ Իսկ այսօր ինչ է կատարվում։ Մենք բոլորս, եթե ուղեղով է մտածում մարդը, հայը, պիտի հասկանա։ Վերջին հաշվով 240 կիլոմետրից ավել մենք ունենք ՄԱԿ-ի անդամ, սուվերեն պետության անդամ պետության տարածքից օկուպացված։ Եվ վերջապես նախկին ունեինք իբր թե ունեինք պաշտպանության նախարար։ Դավիթ Տոմայան, քեզ եմ ասում, ուշադիր լսի այդ տղա, քեզ եմ ասում, քեզ եմ դիմում, ասեցի կսոված անան, քաղցեն, քաղցած կզգան իրենց, կհեռանան, մեր սահմաններից դուրս կգան։ Ընկեր ջան, անցել է քանի տարի, ուր է իմ պետության տարածքը, դու իմ սուվերեն պետության տարածքը ծախում եք, ես ինչ եք անում, Թուրքին եք տալիս, վերջին հաշվով, վաղնիսօր, դպրոցներ ես կառուցում, հպարտանում ես, ասֆալտ ես տալու, հպարտ քաղաքացի, 3 միլիոն վարչապետ, այդ տղա ուր է Նիկոլ, ուր է այդ 3 միլիոն վարչապետը, այսօր դու այդ 3 միլիոն վարչապետին ընդամենը ասֆալտը փռեցիր, որ այդ 3 միլիոն վարչապետին փռես ասֆալտին, փռում ես ասֆալտին, ԱԱՑ-ի պատվալներս ստում ուր է գնում ես ազգը, կործանման, անդունդի եզրին են կանգնալ, ուրեմն, թող խորհուրդ եմ տալիս, կիսագրագետ իմ պատգամավորներին քապային ավերաբերում իհարկե, ոչ ընդդիմադիր ուժերի պատգամավորներին, մի քիչ կարդան, մի քիչ, չգիտեմ պատմություն ուսումնասիրեն, կամ ընդամենը, գիտեք ինչ, այսօր կարևոր չի, Օքսֆորդ ես ավարտել, Քեմբրիջ ես ավարտել, որտեղ թքած ունեմ ես, ներողություն արտահայտությունից, կներեք, որ մի քիչ ոգևորվում եմ, որովհետև ազգիս համար տառապել եմ կես դար, ուղիղ կես դար, 50 տար, եւ վերջապես տվել եմ կադրեր, այսօր իմ կադրերը, իմ ժողովրդի համար, իմ ազգի համար չեն աշխատում, աճեցրել եմ դրան, ազնվորեն իրավամբ ասում եմ, չէի խառնվի խոսակցությանը, պարզապես սիրտս ցավում է, մխկտում է, ես չգիտեմ, կդառնամ մի հատ այդպես, ինքս ռետոր չէ, բայց ստիպում են, որ դառնամ արդեն այդպիսի, ուր ենք գնում, որտեղից ենք գալիս, դու մեզ ասում ես, ախր լրագրողներ, քանի լրագրող կա, ոնց մեղադրում եմ ես, մեղադրում եմ այն ընկերներ, ախր որ մեկն ասել, Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենին հանեց աշխատանքի, այս հզոր գիտնականին, այդ աղջկանին շատ լավ եմ ճանաչում, գիտեմ եւ բայց այդ որ մեկն ու մեկը ինչու հարց տան Նիկոլին, այն Նիկոլ այդ մարդուն, որ հանեց իր աշխատանքի,
Այնալ գլխավոր դատախազը դու ես, ոստիկանապետը դու ես, գլխավոր գինեկոլոգը դու ես, մյուսը եւ այլն։ Այնալ ես ուր ենք գնում, մի մարդ ղեկավարում է ամբողջ հայ ժողովրդին, վերջապես մենք ունենք պատմություն, ունենք կենսագրություն։ Պատմությունը ասում է սպուրացեք, հանում ես դասագրքերից հայոց պատմություն է եւ վերջապես ընդունում ես Հայաստանի պատմությունն միայն։ Ոնց է։ Ես արմատներով Ղարցեցի եմ, ես Ղարցեցու ծնունդ եմ, Նիկոլ, Ղարցեցու ծնունդ եմ արմատներով, իսկ ծնունդով էջմիածնեցի եմ, լավ իմացիր, եւ իմ նմանները երբեք ու երբեք չեն թույլ տա, որպեսզի հայերենը մենք մոռանանք, հայոց լեզուն մոռանանք, քո նման Mesrop Մարտոցին գողավազակ անվանենք, ասեք, սեփական տարեր չենք ունել։ Թագավորը փող տվեց, ասես գնա գողացի բեր։ Այդպիսի նախարար, Ժաննա Անդրեասյան, ես չեմ ընդունում, ընկերուհի ջան, 50 տարի ես կրթական համակարգ եմ աշխատել ու ղեկավարել նաև դրա հետ մեկտեղ։ Ինստիտուտից ծած մինչև դպրոց 30 տարի մենակ դպրոց եմ ղեկավարել։ Ինչի մասին է խոսքը։ Գարեգին Նրտեի նման մարդուն դու անվանում ես գողավազակ, ոնց կարելի է։ Ախր Աստված չի մակագրի, չի ների, լսեք, Աստծու դատաստանից վախեցեք դուք քապականներ, վախեցեք, որ վաղն իսօր դուք բոլորը մեռնելուց կարևորը, գիտեք ինչ, աթոռը չի, որ պիտի գեղեցկացնի մարդուն, ցանկացած մարդ կարող է մի փոքր հասարակ հակած լինել, չգիտեմ մյուս, բայց այնքան խելացի լինել, որ դու այդ ոչ հաճելի աթոռը, մի քիչ հասարակ աթոռը գեղեցկացնես քո խելքով, քո ուղեղով, ազգին որպես փրկարար, ազգի փրկության, ազգի ապագայի մասին մտածելով, ազգի համար մի կարգին գործ աշխատանք անելով, կարողանաս հպարտանալ, վաղն այսօր ասելիք ունենաս քո մեռնելուց առաջ։ Իսկ մարդը, հայը, եթե հայ ես դու իրավամբ, եթե ծնվել ես դու հայերեն, պիտի ամբողջ կյանքում դու ապրես հայերեն ու մեռնելուց դել, դու պիտի մեռնես հայերեն։ Եթե ոչ, ուրեմն թուրք ես, ուրեմն չգիտեմ ով ես, ինչ ես, մյուս։ Այսօր ես ընդհանրապես միավորման կոչ եմ անում։ Ես չեմ թաքցնում, սատարում եմ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, սատարում եմ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի, նա ով այսօր մտածում է իմ ազգի ապագայի համար, ես նրա կողքին կանգնող եմ, կանգնած եմ նրա կողքին, պարզապես հարկավոր է, որ մենք միավորվենք եւ ազգը կարողանանք փրկել։ Թող կարդան, պատահական չէ նախ քիչ առաջ որ ասեցի, այո, այս կիսագրագետ պատգամավորները, որոնք այդ աթոռները զբաղեցրել են, այդ աթոռները, ներողություն եմ խնդրում, իհարկե թքած ունեն այդ աթոռների վրա, իրենք պիտի գեղեցկացնեն այդ աթոռները, իրենց խելքով, թող մի քիչ կարդան, որ իմանան։ Գևորգ, մենք ունեցել ենք 6-րդ կաթողիկոս, Ադամ կարդացեք, մի ուղեղներդ աշխատեցրեք, Չորեքչյան կաթողիկոսի մասին է խոսքը, մենք չէինք ունենաս մայիսյան հերոսամարտեր, եթե Չորեքչյան կաթողիկոսը կոչով չդիմեր ժողովրդին, ասեց ժողովուրդ հայոց, մինչև հիմա դուք համբուրել եք իմ աչը, այսօր ես համբուրում եմ ձեր ոտքերը, միավորվեք, եւ ազգը իհարկե լսելով կաթողիկոսին Դեապար Հայրապետին միավորվեց, մենք ունեցանք Ղարաքիլիսա, ունեցանք Սարդարապատ, այսինքն մայիսյան հերոսամարտեր ունեցանք, բայց այսօր դուրս ես եկել, որտեղ Դեապար Հայրապետի դեմ, դուրս ես եկել իմ հավատքի դեմ ես դուրս եկել, Ներեցեք ձեր ազգանուն ինչ է, չեմ թաքցնում, ներողություն, Մարտիրոսյան հունանն է մանկավարժական ինստիտուտում 10 տարի մանկավարժական ինստիտուտում դասախոսած, այնուհետև 30 տարի էջմիածնի կենտրոնական դպրոցներից մեկը ղեկավարել, մի 4 տարի էլ էջմիածնում շրջկոմում, կուսակցական շրջկոմում։ Հակառակ դեպքում այսօր էլ ես կունենայի դոկտորի աստիճան կամ մյուս, բայց մնաց թերի, քանի որ բռնի կերպով ես տեղափոխվեցի էջմիածին։ Ինչևից է, հարցը դրանում չի, կներեք, որ մի քիչ ոգևորվեցի, մայրաթոռի մասին էի ասում։ Այո, ես կանգնած եմ իմ հավատքի համար, կանգնած եմ Դեապար Հայրապետի թիկունքին, ես հավատարիմ մնում եմ
Իմ հորս սրբազան ուխտին, ինքը սրբազան ուխտ ունի արած, ես արմատներով վարձեցի եմ, չեմ կարող ուրանալ, Նիկոլ չէ, տո Նիկոլի հերն էր որ կենթանանա, դարձյալ նույնն է մնալու։ Պահ Մարտիրոսյան ջան, նայեք, եթե կարելի է ներեցեք, դուք շատ որքան հասկացա մանկավարժ եք եւ նաեւ դպրոց կամ մանկապարտեզ եք, դպրոց եք ղեկավարել։ Դպրոց եք ղեկավարել։ 30 տարի դպրոց եմ ղեկավարել, 10 տարի դասախոս եմ ընդամենը։ Տեսեք, շատ եւ ձեզանից ակնհայտ երևում է, որ նաեւ տիրապետում եք եւ պատմությանը եւ նաեւ հարցերի։ Պատմության մասնագետ եք, մասնագիտական։ Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ։ Մեր Հայաստանի գյուղատնտեսական ատլասը կազմող հեղինակներից մեկն է։ Նախ ուզում եմ